Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, եթերում Արարատյան Խոհանոցն եմ։ Շատ շնորհակալ եմ եւ ուրախ, որ հետեւում եք մեր հաղորդումները եւ արդեն մենք կամաց-կամաց մտածում ենք, որ այս հաղորդումը ձեր սիրված հաղորդումն է։ Եվ այսպես բարեկամներ, այսօր այս աշխատանքներում ես օգնելու եմ կամ ինքը ինձ օգնելու է Արմեն Խանչալյանը։ Ողջույն, Արմեն։ Ողջույն։ Ինչպե՞ս ես։ Շատ լավ։ Ինչ ենք պատրաստելու։ Մենք աղցան ենք պատրաստելու, թարմեցնող աղցան։ Թարմեցնող աղցան։ Որի մեջ գնում է բանջարեղեն։ Նու ես կասեմ հիմա լոլիկ, մի հատ վարունգ։ Բուլղարական բիբար։ Քաղցր տակդեղ։ Բուլղարական բիբար, կոտեմ, բոլոկի։ Կոտեմ, եթե չլիներ ինչ է իր ավելացնելու։ Կոտեմ ավելացնեի մարոլ, չէ մարոլով չէ, ավելի ռուկոլայով։ Ռուկոլայով, շատ լավ։ Ինչ ենք անելու, ոնց ենք կտրատելու, ոնց ենք կտրատելու, նու տնական ձևով, ճիշտ ասած։ Տնական, ով ոնց կարողանում է։ Մի քիչ ավելի խոշոր համզգաս ավելի։ Շատ լավ։ Ինչն ես վստահում ինձ, ինչ կտրատեմ։ Ես ձեզ կվստահեմ վարունգը։ Վարունգը վստահեց։ Արմեն ջան, շատ լավ է, որ մեր երիտասարդ խոհարարները այսպես ոգևորված իրենց մասնագիտական կարողություններով եւ ուրախ պատրաստում են։ Դա մեզ ոգևորում է, բայց ուզում եմ իմանալ, այ հոգնած ժամանակ է լինում խոհարարի աշխատանքի ժամանակ, տրամադրություն չի լինում, ինչպես է, ինչ է դրսևորում, ոնց ես դրսևորում քեզ, օրինակ։ Ճիշտ ասած չեմ ունենում այդ պահերը։ Թարմացնող աղցան, շատ լավ բնորոշում է, աղցանը պիտի թարմացնի։ Մենք մինչ հիմա ասում ենք աղցանը պիտի նախապատրաստի, բայց լավ թարմ ժամանակ կարելի է նախապատրաստվել, չէ՞։ Հիմնական ուտեստը ճաշակելու համար։ Այսպես էսի չենք կտրատում, պրոստա մեջտեղից նենսի։ Խոշոր սենց գցում ենք վրեն։ Այսպես ավելացնենք տնական ձևով, հա։ Այո։ Մեզ կպետք գա հիմա սրա համար սոխ էլի, մի հատ սոխը։ Մանր։ Շատ ոչ, նու լոմտիկը մի։ Շերտերով։ Շերտերով շատ բարակ։ Մի փոքր այսպես թափենք վրեն, խառնենք և մեջ անում ենք աղ։ Խոշոր աղ այս պահին։ Այո, այս պահին խոշոր։ Էլի խառնում ենք, որ իրան վերցնի, հետո էլի աղն ենք անում, վերևից որ չմնա հալնալի, այսպես ասած։ Նու ես միջև Վրաստանն էի, այսպես որ այստեղ որ իջա, ես աղցանը կարծում էի ինչ-որ մի բլյուդա, տեսականի էլի։ Երբ որ ասեցին աղցան, դու կարծում էիր ես չէի գիտա որ սալատ է։ Եվ սրան ավելացնում ենք քացախ, խնձորի։ Լավ։ Գդալ։ Շատ լավ բաղադրություն է, բարեկամների ես նորից հիշեցնեմ, լոլիկ օգտագործեցինք, շատ վարունգ, լավ, այո, լոլիկ, վարունգ, բոլոկի, բողկ, կարմիր, ամսական բողկ են ասում, այո, գլուխ սոխ, քաղցր տակդեղ և կոտեմ։ Ավելացնենք մի քիչ խնձորի քացախ, խնձորի քացախ և վերջում անում ենք ձետ։ Վերջում անում ենք ձետ, իսկ միշտ գիտեք լավ խոհարարը, իսկ այս պահին լավ սկսնակ խոհարար Արմենը ավելացրեց իր մատերի ջերմությամբ նաև իր հոգու ջերմությունը և նաև իր սերը, չէ՞։
Ամենակարևոր համեմունքը դրանք չեն։ Այո։ Ավելի համով է դուր գալի, երբ որ սրտով ես պատրաստում։ Այո, ջիգարով էսպես։ Ջիգարով շատ։ Այո։ Այնպես։ Շատ լավ, Այսպես որ մեր աղցանը արդեն պատրաստ է, կարող ենք մենք արդեն խնդրեմ։ ну как сказать на подачу, այն Մատուցման։ Այո, մատուցման։ Տնական ասես։ Իսկ եթե տունը լավաշ լինի, ինչ կարող ես անել Ну լավաշից։ սուխարիկներ։ Լավաշից սուխարիկներ կանենք եւ կասենք այս գեղեցիկ բան նաեւ հետը ինչպես բանով մատուցենք, չէ՞։ Այո։ Եվ վերջում ավելացնում ենք սրան մի քիչ թթվություն, ցեդրա, լիմոնի ցեդրա։ Լավ, ես կօգնեմ դրանում քեզ։ Բարեկամներ, լիմոնի ցեդրա ասածը դա լիմոնի կեղևն է քերված, բայց մենք կկտրատենք մանր։ Ես գիտեմ, որ հիմա որոշ մարդիկ կարող են նաև քննադատել, որ ասել, որ շատ մանր պիտի լինի ցեդրան, ես կաշխատեմ շատ մանր կտրատել։ Չէ, Արմեն ջան։ Ну այսպես թարմեցնում է մտքերդ։ Արմեն ջան, իսկ երգի հետ ոնց ես, լավ երգում ես, թե չէ։ Ну երգի հետ ոնց ասեմ։ Լավ չէ, բայց երգում է։ Բայց երգում ես, չէ, դա արդեն շատ լավ է, որ նույնիսկ եթե լավ չէ, բայց երգում ես։ Խնդրեմ, ինչքան է պետք։ Վրացական երգեր գիտես։ Այո։ Հա։ Բայց այո, գիտեմ։ Մի հոգով եք երգում, թե մի քանի հոգով իրար խանգարելով։ Ոչ, ընդհանրապես իմ քույրիկս երգչուհի է։ Ու իմ ընտանիքում բոլորը երգում են։ Չէ, այսպիսի անեկդոտ կար, որ ասում էին վրացական խորը բնորոշեք, ասում է դա նա է, որ մեկը երգում է, մնացածները խանգարում։ Կատակ ենք անում, իհարկե շատ լավ մշակույթ կա, շատ լավ մշակույթ ունեն վրացիները։ Մեր աղցանը պատրաստ են, ներեք որ։ Ահա, շատ լավ, եւ տեսքով, եւ բաղադրությամբ, եւ օգտակարությամբ։ Բնականաբար մենք պիտի աշխատենք բոլոր ուտեստները, որ լինեն նախ եւ առաջ օգտակար։ Արմեն ջան, ինչ ցանկություն ունես մեր հեռուստադիտողներին։ Ну, այսպես ասած, էլի նույնպես բարի ախորժակ ձեզ բոլորին։ Եվ կցանկանայի որ դուք փորձեիք այս աղցանը եւ շատ համեղ է, էլի։ Եվ կթարմեցնի ձեր ուղերը։ Ձեր ուղերը։ Եվ ինչպես ասում են, ղայմ կացեք, էլի։ Ղայմ կացեք։ Ահա։ Շատ լավ, շնորհակալություն, բարեկամներ, ձեր անունից եւս մեկ անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել Արմենին եւ ցանկանանք, որ նա այդպիսի հենց ողջավորությամբ ժպիտը երեսին միշտ պատրաստի, միշտ առաջ գնա եւ միշտ ստեղծագործի։ Շնորհակալություն Արմեն ջան։ Ապրեստի։ Ես կարծում եմ նորից մենք կհանդիպենք, ես կարծում եմ, որ մեր հեռուստատողները նորից կցանկանան քեզ տեսնել մեր հեռուստա եթերում։ Հարգելի հեռուստատողներ, այսօր համար պատրաստել ենք այսքանը եւ ուզում եմ, որ մենք յուրաքանչյուր հանդիպում մեզ համար լինի օգտակար եւ այդ օգտակար, այսինքն այդ արդյունքը լինի այն, որ մեր յուրաքանչյուր հանդիպումից հետո մենք լինենք ել ավելի առողջ, ել ավելի երջանիկ։ Ասք սիրենք ու հայրենիք, եւս մի քիչ եւ ամեն ինչ լավ է լինելու։ Ստեսություն բարեկամներ։ Թարմեցնող աղցան, լոլիկ 100 գրամ, վարունգ 120 գրամ, տակդեղ 80 գրամ, կոտեմ կես կապ, բողք 4-6 հատ, սոխ 50 գրամ, ձեթ, թանձրուկ, բարյախորժակ։